Ռուսական կայսրության փլուզումից հետո 1918-20 թվականներին ոչ Անդրկովկասյան տարածաշրջանը փաստացի հանդիսանում էր անգլիացիների սեփականություն ուղղված ռուսների դեմ։ Բայց իրավիճակը սկսեց փոխվել 20 թվականի մայիս ամսից կարծեմ, երբ Ադրբեջանը խորհրդայնացավ եւ Կարմիր բանակը կարողացավ անգլիացիներին վտարել Ադրբեջանի տարածքից։ Հետո հեշտը հասավ Հայաստանին, դա արդեն դեկտեմբերի սկիզբն էր, երբ Հայաստանը անգլիացիների ղեկավարությամբ արդեն կորցրել էր 50,000 քառակուսի կիլոմետր տարածք Մուստաֆա Քեմալի դեմ բացարձակ անտեղի պատերազմում, դե հետո 21 թվականին բոլշևիկները կարողացան վրացի մենշևիկներից իշխանությունը վերցնել եւ խորհրդայնացնել նաեւ այդ հանրապետությունը եւ ստեղծվեց Հարավկովկասյան, Անդրկովկասյան կոնֆեդերացիան, որը 22 թվականին հանդիսացավ խորհրդային միության հիմնադիրներից մեկը։ Ուղիղ 100 տարի անց իրավիճակը հայելային ձևով կրկնվեց։ Այս պայդրությամբ կարող ենք ստույգ ասել, որ բոլոր 3 երկրները Անդրկովկասի բացառապես անգլոսաքսերի եւ հավաքական արևմուտքի սեփականությունն են։ Որոշ վերապահումներ կարելի է ասել Վրաստանի պահով, քանի որ Բիզինա Իվանիշվիլին 22 թվականից ի վեր սկսել է մի քիչ հեռանալ եվրոպական արևմտյան ծիրից, երբ հրաժարվեց Ռուսաստանի դեմ պատերազմ սկսել եւ արժանացավ անձնական սանկցիաների, զրկվեց իր 2 միլիարդից, որոնք չեզոք, իբր չեզոք, հավեր չեզոք շվեյցարյան այդ մարդուց խլեց ամերիկյան հրահանգով։ Հիմա մի բան պետք է գիտակցել, եւ դա պետք է գիտակցեն ընտրությունների բոլոր մասնակիցները։ Այսօր շանսը կա, որ անգլիացիների, ավելի ճիշտ անգլոսաքսերի ձեռքից վերցվի Հայաստանը։ Դրա շանսը կա։ Շանսը ընտրություններն են ավելի ստույգ ոչ թե քվեարկությունը ընտրություններում, այլ հետընտրական զարգացումները։ Եվ ընտրության մասնակիցները, ինչպես եւ մենք բոլորս պետք է մի բան գիտակցենք, որ առաջինը իշխանությունը Հայաստանում չի պատկանում Փաշինյան Նիկոլին։ Իշխանությունը Հայաստանի պատկանում է անգլոսաքսերին, իդեմս Թրամփի եւ նրա եվրոպացի վասալների մակրոնատիպ ինչ-որ տարերի։ Երկրորդը, իշխանությունը նրանք երբեք չեն հանձնի, այդ իշխանության համար կռիվ կտան։ Եվ երրորդը, շատ արյունալի զարգացումներ, հետևանքներ կարող է այս ամենն ունենալ եւ դա պետք է նկատի ունենալ։ Ինչ-որ եթե մեկը մտածում է դիմության շարքերից, որ կարելի է Փաշինյան Նիկոլից շատ ձայն հավաքել եւ իշխանության գալ Հայաստանում, այդ մեկը ապուշ է։ Ես չեմ կարծում, որ Քոչարյանը կամ Կարապետյանը կամ նրանց լուրջ թիմակիցները այդ խելքին են։ Դա բացառված է։ Պետք է գիտակցել մի բան, շատ մեծ ներդրումներ են կատարել մասնավորապես ամերիկացիք Հայաստանի ավելի ստույգ Փաշինյան Նիկոլի ռեժիմի մեջ։ Թրիպը, որը ոչ թե լոգիստիկ մարշրուտ է, այլ ընդամենը այլ առնվազն հակառուսական, հակաչինական, հակապարսկական եւ իհարկե հակահայկական թուրանն է։ Թրիպը ռուսական զորքերի, ռուսական ներկայության
չեզոքացումը կամ ընդհանրապես վերացումը Հայաստանում, Հայաստանի եվրոինտեգրումը հետագա հավանական մասնակցությամբ Եվրամիության կազմում։ Այդ ամեն ինչի մեջ այնքան գումար, այնքան ջանք է ներդրված, որ առանց գրի դրանք այս ամենից չեն հրաժարվի։ Հիմնական ընդդիմադիրները պետք է իմանան, որ Գոնե Քոչարյանը լավ գիտի, որ հենց իր օրոք ամերիկյան դեսպանատանը տեղակայվել են 900 ամերիկյան ծովային հետևակ, իսկ դա դրանց բանակի էլիտան է։ Ապրում են դեսպանատան տարածքում, իսկ թե ինչով են զբաղվում չեն կարող ասել, մենք կտեսնենք դրանց զբաղմունքը ամսի 7-ից հետո։ Բացի այդ, այսօր Հայաստանում վխտում է ամերիկյան սպեցնազը, հատկապես Սյունիքում։ Ըստ հավաստի լուրերի, նաև թուրքական սպեցնազը։ Եվ այս ամենը արվել է նրա համար, այս ամենի իմաստը դա ամերիկյան իշխանության իդեմս Փաշինյան Նիկոլի դրա պաշտպանությունն է։ Բայց նաև հիմնական ընդդիմադիրները գիտեն, որ Ռուսաստանն է քնած չէ, եւ Ռուսաստանն է ունի ներկայությունը չերևացող Հայաստանում։ Խոսքը իհարկե ռազմաբազայի մասին չէ Գյումրիում կամ սահմանապանների։ Բավարար է ասել, որ այս ռելոկանտների, որոնք իբր չկարողացան Պուտինի նույն թթվածին է շնչել Պուտինի ագրեսիայի պատճառով եւ տեղափոխվեցին Հայաստան, առնվազն դրանց 30%-ը դա հատուկ ծառայությունների աշխատակիցներ են։ Ինձ այդ հարևանությամբ ապրում է մի քանի տես պասիֆիստ, մի 120-130 կիլոանոց ջանդակով, եթե դրանցից մեկի գլխին տապորը տաս, տապորը կփչանա, բայց ասում է բանը, դե սա իմ պատերազմը չէր, Ուկրաինան Պուտինը ագրեսոր է, ես դեմոկրատ եմ, ես տեղափոխվել եմ Հայաստան, ասում ապրել լավ է սա, դու Հայաստանին դեռ պետք է գաս, հատկապես քո չալը, որի վիճակի է ամենալավ տապորը փչացնել։ Չէ՞, այսինքն խաղաղությամբ եւ բարի եղանակով այս ամենը չի ավարտվի։ Ամերիկացիք երբեք չեն հրաժարվի իրենց նվաճումներից, այդ մարդիկ արդեն Թուրան են տեսնում իրենց աչքում, արդեն տեսնում են Թուրանի շնորհիվ Ռուսաստանի թյուրքալեզու ավտոնոմիաներում կորդեբալետ է նրանց աչքին երևում, արդեն երազում են Չինաստանի Սինձյանի այդ մարզը, որը բնակեցված է 50 միլիոն թուրքով, ուйղուրներով։ Հսկայական քաոս են մարդիկ պատրաստում։ Եվ ոնց եք պատկերացնում, ինչ-որ ընտրությունով, ինչ-որ քվեարկությունով ամերիկացիք հրաժարվեն Փաշինյան Նիկոլից կամ Ֆրանսուଆ Մակրոնը, կներեք, Էմանուել Մակրոնը, որը, ինչպես գիտենք, Բրիժիտ Մակրոնի կնիկն է եւ Ֆրանսիայում նախագահ է աշխատում։ Իհարկե ոչ։ Շատ մեծ ռեսուրսներ են ներդրվել Հայաստանում, ոչ ոք դրանք չի կորցնի։ Եվ պետք է այս ամենին շատ պատրաստ լինել, որպեսզի արժանանալ անհրաժեշտ աջակցությանը։ Տեսեք Փաշինյան Նիկոլը ինչ լավ է աշխատում։ Ուր չի խնայում, կյանք ու էներգիա չի խնայում իր գործը առաջ տանելու համար։ Եվ իհարկե ինքն իր գործի մասնանում է։ Եվ իհարկե ամսի 7-ից հետո նա կտեսնի իր վերադասի աջակցությունը։ Բայց իհարկե ամեն ինչը շատ դրամատիկ կընթանա, շատ չափազանցված այսօրվա դրությամբ անկանխատեսելի եւ անգամ ողբերգական փաստերի հետ մենք կառերեսվենք, բայց դե մի ինչ արած վիճակը էս է 20 թվին է 1929-ին է, երբ արևմտական իշխանությունը Հայաստանի երկիրը տուրը տվեց, էլի մեր ջանքեր պահանջվեցին
այդ ամենը վերականգնելու համար։ Բավարար է հիշել Սիմոն Վրացյանի փետրվարյան խռովությունը 21 թվականի։ Եվ թե ինչ վնաս տվեց այդ ապստամբությունը Հայաստանին։ Մոսկվայում ընթանում է ռուս-թուրքական կոնֆերանսը, սրանք իշխանությունները Երևանում վերցնում են, Մոսկվա հեռագրում են, թե հայկական պատվիրակությանը Մռավյանին ռադարեք Մոսկվայից, Հայաստանի տերը մենք ենք, մեզ հետ խոսեք, ես կողմ ենք ում։ Եվ այդ հակազգային ակցիան դաշնակների կողմից իրականացված անհնար դարձրեց Կարսի Արդողանի Արարատ լեռան վերադարձը։ Այն դեպքում, երբ պատմական փաստ է, արխիվային նյութերը կան, թուրքերը մեկնելիս Մոսկվա տրամադրված են եղել եւ տեղեկացված են եղել, որ համաձայնելու են 1914 թվականի սահմաններին ռուսական կայսրության։ Իսկ 1914 թվականի սահմանը դա Բերլինի տրակտատի սահմանն է 1878 թվականի։ Դաշնակները արյունահեղություն կազմակերպեցին, դաշնակները չէ, անգլիացիք։ Վերջո Վրացյան Սիմոնով էր, որ ինքնուրույն որոշում ընդունել։ Անգլիացիք արյունահեղություն կազմակերպեցին եւ հայերին զրկեցին 30,000 պոտենցիալ վերադարձող տարածքի 30,000 քառակուսի կիլոմետր։ Դե դաշնակները 10,000 էին թողել, կոմունիստները 20-ը վերադարձրին, այն մյուս 30-ը տենց էլ մնաց Թուրքիայում, հետո Կարսը հայաթափվեց, ինչպես այսօր Ղարաբաղը եւ այսօր խոսել Կարսի վերադարձի մասին ուղղակի արդեն լիրիկայի չէ, դա արդեն գրություն է։ Բայց մի բան է ինձ ուրախացնում, ոչ թե ուրախացնում, հույս տալիս։ Եվ այդ հույսը թող ունենան նաեւ Փաշինյան Նիկոլի հիմնական ընդդիմադիրները։ Դա այն է, որ ռուսները միշտ ջարդել են ամերիկացիներին հիբրիդային բախումների ժամանակ։ Ռուսները սրան ջարդել են Վիետնամում։ Խայտառակ պարտություն կրեց եւ խայտառակ վնասներ ստացավ Ամերիկան Վիետնամում։ Ռուսները սրանց հաղթեցին Աֆղանստանում։ Եթե 79 թվականի դեկտեմբերին Լեոնիդ Բրեժնևը պարոն Ամինի նոր տարին չփչացներ, 80 թվականի փետրվարին արդեն ամերիկյան բազա էր տեղակայվելու Աֆղանստանում։ Ամերիկա ռուսները սրանց ինչևէ բոլոր բախումների մեջ ռուսները հաղթել են, եթե կամավոր չեն ցանկացել պարտվել։ Ռուսները սրանց պարտվել են այս Թավշյա հեղափոխությունների ժամանակ հետսովետական հանրապետություններում, բայց պետք է այստեղ նաև փաստել, որ այնտեղ հակամարտություն չի եղել։ Ռուսները ուղղակի չեն մասնակցել այդ կոնֆլիկտներում։ Ռուսները հետսովետական բոլոր այս Թավշյա հեղափոխությունների ժամանակ ընդհանրապես կոպ չեն եղել կոնֆլիկտի։ Ուղղակի չեն մասնակցել։ Ամերիկացիք զավթել են այն ինչ կարային եւ այն ինչ չէին կարող։ Ինչևէ, եւ մի փայլուն պատմական օրինակով ուզում եմ եզրափակել խոսքս, որպեսզի ինձ լսողների մոտ ամրապնդեմ այն համոզումը, որ բոլոր միջնորդավորված բախումներում ռուսները հաղթում են Ամերիկային։ Օրինակ խոսքը Չինաստանի մասին է։ Տեսեք, 1935-ից կամ ավելի շուտ Ստալինը սկսեց սատարել եւ ֆինանսավորել եւ օգնել Չինաստանի կոմունիստական կուսակցությանը Մաոյի գլխավորությամբ։ Ճապոնական ներխուժումից հետո Ստալինը նաեւ սկսեց աջակցել Չանգ-Կայշիի Գոմինդանին։ Քանի որ նույն թշնամին ունեին եւ կոմունիստները եւ Գոմինդանը պայքարում էին ճապոնական ագրեսորների դեմ, երկուսն էլ հավասարաչափ օգնություն էին ստանում սովետական միությանը։ Անգամ հայրենական պատերազմի ժամանակ այդ օգնությունը չի դադարել։ Կանխիկ դոլար է գնացել սնունդ
զենք զինամթեր եւ իհարկե ռազմական մասնագետներ մինչեւ 45 թվականը 45 թվից մինչեւ 49-ը երբ Միացյալ Նահանգները մոնոպոլիստ էր միջուկային զենքի աշխարհում իսկ սովետական միությունը փաստորեն անպաշտպան էր այդ անհավասարության պայմաններում սովետական միությունը կարողացավ հաղթել քաղաքացիական պատերազմում Միացյալ Նահանգներին, որը զորք ուներ Չինաստանում։ Սովետական միությունը զորք չէր ուղարկել։ Ամերիկացիք ունեին։ Եվ այդ քաղաքացիական պատերազմի արդյունքում, երբ 45 թվականին պարզվեց, որ Չանկայշին ու Մաոն չեն բարիշելու իրար հետ, չեն հաշտվելու, եւ ընդհանուր ճշտամինը վերացավ, արդեն իրար պիտի ուտեին, բնականաբար որպես կոմունիստ Ստալինը բռնեց Մաոյի կողմը եւ օգնեց նրան ջարդել Չանկայշին, որը մի կերպ փրկվեց Թայվանում եւ ամերիկյան զորքերը դուրս դնել Չինաստանի մայրցամաքային տարածքից։ Հիշեցնեմ, որ դա Ստալինն արել է բացարձակ թույլ վիճակում գտնվելով, բացարձակ անպաշտպան վիճակում, երբ ամերիկացիք ունեին միջուկային զենք, սովետական միությունը դա դեռ չուներ, ունեցավ 49 թվականին։ Հիմա այսօրվա պայմաններում, երբ Ռուսաստանը գերազանցում է գրեթե ամեն ինչով, երբ Ամերիկային ջարդում է Ուկրաինայում, Ֆրանսիային հայտարարակ պատմության է մատնում, նաև Ամերիկայում, Աֆրիկայում, 5-ի երկրում ռեժիմ փոխվեց։ Երբ Ռուսաստանը հիպերձայնային եւ այլ հրթիռային տեխնոլոգիաներով առնվազն 10-15 տարով գերազանցում է Ամերիկային, ես չեմ կարծում, որ անհաջողության մատնվի Հայաստանում։ Եվ պետք չէ դիմադիրներին էլ եմ խորհուրդ տալիս, պետք չէ թաքցնել Ռուսաստանի պոտենցիալ շատ հավանական աջակցությունը, եթե Փաշինյան Նիկոլը լոպազնում է, թե վայ Մակրոնը իմ աղբերն էին, մեջին կանգնած է, մենը Մակրոնն է ասում, են գինեկոլոգ Ուրսուլան է ասում, թե Նիկոլից լավը չկա, Նիկոլին պիտի սատարեն։ Հա, մենք էլ կասենք, որ հա ռուսները մեզ կսատարեն, բախի պիտի չսատարեն, այն նրանց կարելի է հակահայ, հակամարտկային քաղաքական ուժ սատարել, ռուսերին չի կարելի մեկ այլ ուժ սատարել։ Մեն Հայաստանում, իհարկե կարելի է, մանավանդ որ սա որքան էլ անգլոսաքսերը լկտիանան, որքան էլ փող ծախսեն, սա երբեք նրանց հոր բոստանը չի դառնա։ Ի վերջո Ռոմանով եղբայրների ձեռբերումն է, չէ՞, այս տարածաշրջանը, որը Պուտինը համարում է ինձ անձամբ նրա ամենամոտ օգնականն ասել, համարում է իր անձնական ժառանգությունը Ռոմանովներից ստացած։ Ինչևէ, սպասենք եւ հետևենք իրադարձությունների զարգացմանը, հիմնական ընտրությունը, այսինքն հիմնական պայքարը կսկսվի կմեկնարկի ամսի 7-ից հետո։ Բայց դա չի նշանակում, որ ամսի 7-ին պետք է չգնալ ընտրատեղամաս եւ չկատարել ճիշտ, այսինքն հականիկոլական, հակաամերիկյան, հակաթուրքական ընտրություն։ Առայժմ այսքանը, նորից կհիշեցնեմ մշտական խնդրանքս բաժանորդագրվեք իմ տելեգրամյան եւ յութուբյան ալիքներին, կհանդիպենք շատ շուտով։